պարոն Սիմոնյան, Փարաքարում արյունալի դեպքեր տեղի ունեցան եւ առասարակ ձեր իշխանության օրոք քննադատում են, որ ձեր իշխանությունը ասոցացում է մահի զոհերի արյան հետ։ Սուտ են ասում եք Դե ինչ եկել է իշխանության հազարավոր զոհերներ եւ սխալ են ասում, իրավական պրեսպրիզել է հայ։ Սխալ են ասում, այն բանը, որ Ժորժ ես չեմ լսում իմ ձենը, ես Վահագեն կոմարի դուրս արի, հանգիստ եղեք, դու ոչ մի բանի միջև մի հարցրի, նախ եւ առաջ, բոլոր երկրներում տեղ են ունենում տարբեր իրավական դեպքեր, որոնք որ նաեւ առնչվում է քաղաքական գործիչներում, ԱՄՆ-ում վերջերս տենց դեպք տեղի ունեցավ, բոլոր երկրներում, այլ հարց է, արդյոք դա քաղաքական ենթատեքստ ունենում է, թե չի ունենում, արդյոք իշխանությունները դրա հետ որևիցե կապ ունենում են, թե չունեն, վերջացնեմ։ Այո, անկախ նրանից թե ունենք թե ոչ, այո, դա պատասխանատվության աստիճան է ենթադրում, եւ այո, իրավապահները պետք է սրա հետ կապված հետևություններ անեն եւ այն աշխատանքը, որը որ կատարվել է, որ առնվազն կանխվի նման դեպքը, որովհետեւ որքանով որ ես գիտեմ, չեմ ուզում պնդեմ, պարզա, որ դա միջ անձնային հարաբերությունների հետ կապված է եղել, այսինքն դա կապված չի քաղաքական դիրքորոշման հետ։ Ես որքան լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա նաև այսօր մեդիահաբը, եթե չեմ սխալվում, գրել էր, որ ինչ որ չգիտեմ ճիշտ է թե ճիշտ չի, ինչ որ մարդ է ձերբակալվել եւ այլ։ Այլ հարց է, երբ որ դուք ինչ որ հարց տակ իշխանության ներկայացուցիչին դրա հետ կապված է, արյունի հետ կապված եւ այլն։ Ինչա։ Ձեր իշխանության կողմից իրավապահ համակարգի թերանալու մասով լարված։ Ես արդեն ասացի, մի հարգելիս վերջացնեմ էլի խոսքը, այո, խնդիրներ կան, այո, իրավապահները պետք է հետևություն անեն եւ այո, դա խնդիր է եւ դա այն ինչ որ տեղի է ունեցել կատեգորիկ վատ բան է, բացասական բան է, դա մի դուռ է, որը որ բացել եւ նույնիսկ այդ դրանը մոտենալ չի կարելի, ոչ մեկ դրա իրավունքը չունի, շատ ցավում եմ, եւս մեկ անգամ ցավակցում եմ զոհվածների հարազատներին եւ համարում եմ, որ մեր իրավապահները պետք է ժամանակ ունեն եւ պետք է առնվազն շատ արագ բացահայտեն ու կրկնում եմ, մի խոսացեք արյան մասին եւ այլ, մեր երկրում, ասում եմ, նույնիսկ մարդիկ, ովքեր որ ամենավերջի վիրավորանքները երկրի ղեկավարի, իմ նկատմամբ, մնացածի նկատմամբ ասում են, նույնիսկ ծեծ չեն ուտում։ Այն ինչ մնաց, ինչ որ դա ազգային, դա բոլոր ազգային ժողովներում, լսի, դա բոլոր ազգային ժողովներում քաղաքական process-ների ընթացքում լինում է։ Դու գիտես, որ ազգային ժողովի դահլիճում ես հայց եմ ներկայացրել պատգամավորներից մեկի նկատմամբ ազգային ժողովի նիստերի դահլիճում իմ հասցեին հնչեցված վիրավորանքի զրպարտության մասին դատան ինձ մերժել է։ Ինչի բերում է, որտեղ ասում է, որ ազգային այո, ապրես, քաղաքական ամբիոնը ազգային ժողովի ամբիոնից ասված քաղաքական դե հիմա չէ, դե հասկանում եմ, բայց մենք հիմա նույն բանից չենք խոսում, մենք տարբեր բաներից ենք խոսում։ Իհարկե քո ասած դեպքը դա լրիվ ուրիշ բանի մասին է խոսքը։ Խնդրում եմ, մեր իշխանությունը կարելի է շատ բաների մեջ մեղադրել, կեսը ճիշտ, կեսը սխալ, բայց այնուամենայնիվ վերջաս եկել մենք ոչ մարդ ենք ծեծում, ոչ ընտրություն ենք կեղծում, ոչ մարդ ենք սպանում։ Պետք է ոստիկանությունը հետևություններ անի, թե պաշտպանություններ լինեն, որպեսզի չկրկնվի գործառույթը։ Ես դրա իրավունքը չունեմ, դա Պետրանով պետք է զբաղվի կառավարության ղեկավարը եւ այլ։ Բացառում եք, որ քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ, բացառում եք, որ քաղաքական ենթատեքստ պետք է ունենա։ Ուզում հասկանամ, չէ, սենց ասեմ, ամիսներ շարունակ։ Սենց ասեմ, շատ հարգանքով ենք մոտեցել ընտրություններին, շատ հարգանքով ենք մոտեցել Փարաքարի նախկին ղեկավարին, որպես անձ եւ այլն, որևիցե անախորժություն, որևիցե քննարկում, կամ լավ է սպանությունով, ասենք մենք նման իշխանություն, որը նման վայ աղջիկ ջան սուս մնա, էլի գլուխս գնաց։ Հարգելիս խանգարում ես, հա լավ են անում, հեսա ես կգնամ, կգաս կկանես տեղ, դրանք սա հա լավ են անում, շատ լավ են անում, հարգանքներս բոլոր նրանց ովքեր դվան, վերջացրեցիր, բայց դու հասկանում ես, որ դու խանգարում ես հիմա բոլորին, խանգարում ես, այլ հարցեր կան։ Հարաբերությունների մեջ է եղել նա եւ ԱՄՆ-ում դեսպանության Չգիտեմ, բայց ինչ կապ ունեն Արեգ Մկրտչյանը։ Ընդհանրապես Արեգ Մկրտչյանը, նա շելավ դե խնդրում եմ Արեգ Մկրտչյանը, ասենք ժուրդ, եկել եք որտեղ ում եք ման գալիս։ Հարգելիս, չգիտեմ, նման, լսեք, նորից եմ ասում, մի քիչ առաջ եմ ասել դրա մասին, հազարավոր մարդիկ կան, տարբեր տեղեր,
Փաստը այն է, որ քաղաքական որևիցե դրդապատճառ չկա ու չի կարող լինել։ Փաստը, որովհետև քաղաքական դրդապատճառը պետքա քաղաքական ինչ-որ որոշում, քաղաքական իշխանություն լինի։ Այսինքն դու ո՞նց ես պատկերացնում։ Լավ, դա absurd է դա, կրկնում եմ, ես դրա գնահատականը տվեցի Լուսինե ջան հայերեն լեզվով, ասացի, որ դա միջանձնային հարցի շուրջ դուք բոլորդ ամենազավեշտալին են, որ բոլորդ ստեղ կանգնած, նաև հեռուստադիտողները լավ գիտեն, որ ամենայն 99% հավանականությամբ, այո, միջանձնային նախապատմություն ունեցող խնդիր է։ Հիմա դուք նույն բան ասուս մնա մի հատ։ Երեխեք, լսեք, ես ձեր բոլորի հարցերին պատասխանեցի, Նարեկ ջան, էլ չեմ դիմանում, հասկանում, ես չեմ կարող աշխատեմ աղմուկի շրջանակներում, մարդը աղմուկ է անում, ես աղմուկի շրջանակներում չեմ կարող աշխատել, եթե հարցեր կունե, էլի կգամ, երբ որ ինքը ստեղ չի լինի, և կպատասխանեմ, ինքը այսօրվա իր նյութը ապահովեց, որ ես իր հարցերին չեմ պատասխանում, դու ստեղ չես լինելու միշտ, նույնիսկ ես ստեղ միշտ չեմ լինելու, հարգելի ես։ Լուսինե, տենց վստահ մի ասա։